ովքեր են այդ դժողները եւ ուր էին այսօր։ Չգիտեմ։ Գործով կան։ Տեսեք, նախաքննության փուլում 4 անց ցուցմունք է տվել, խայտաբղեց իրականության հետ անհասկանալի չհամեմատվող եւ իրար հետ չբռնող, ասենք ասեմ, բազմլեզվով։ Ովքեր են Ինչպես։ Ովքեր են ժեխերն են նիկոլական, որոնք որ 18 թվականին ողջևորվել են, որ կարող են ցուցմունք տալ։ Ասեք մեկը կա որ ցուցմունք է տալի, որ Դավիթ իր զենք կար եւ մեքենայից կախված կրակում էր մարդկանց վրա։ Այսինքն կռիվ կինո էր նկարագրում, որտեղ կա մի քանի 100 մարդ եւ մի քանի 100 ոստիկան։ Եվ 5 ոստիկան, ովքեր որ այդտեղ են եղել, ասում են նման բան չի եղել եւ առասարակ ոչ մի հակաիրավական բան չի արել։ Այդ մարդիկ եկել են դատարանում, արդեն տվել են քիչ թե շատ նորմալ ցուցմունք, այսինքն փրկում են իրենց սուտը եւ ասել են որ Դավիթը ոչինչ չի արել։ Հիմա իրավաբանական արժեքով սա 0 է այս գործը, բնականաբար սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դրա հերթական դրսևորումն է։ Դուք դա այսօր կալանքի Այսօր մասին խոսք եղավ, չէ՞, կալանքի։ Այսօր խնդրում ենք, որպեսզի դատարանը արտահայտ քննարկեր խափման միջոցի հարցը, թեպետ ասեմ, կալանավորողներն են Նիկոլը, թողնել են Նիկոլը, հաստատ մենք Հայաստանում, մենք որպես ժողովուրդ չենք արժանացել դատարան ունենալու երևույթին, եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Դուք միտում տեսնում եք այս հետաձգման մեջ, որ դժողները չէին եկել։ Դժողները այն նիստին էլ չէին գալի առաջացանում։ Այսինքն դժողների վերաբերյալ ոչ մի բան չկա, իշ դժող մեր մեջ ասած։ Ոչ, պարտադիր չի, միտում դե հիմա ինչ ասեմ, չեմ կարծում որ դատախազը հատուկ աշխատանքից ազատվել է, որ այսօր հետաձգվի։ Պարոն Աթանասյան, ասում եք քաղաքական ինչ նկատում եք, ինչից հետո նա հայտնվեց իշխանության։ Ամենասկզբից էլ եղել է, 18 թվականից էլ եղել է, որպես ժողովրդի կողմից ընտրված ՀԿ-ի թեկնածու, հետո իր դաշինքով ընտրված թեկնածու։ Չմոռանանք, որ Դավիթ Համբարձումյանը առաջինն է, որ ընտրություններով Նիկոլին հաղթեց Հայաստանում, եւ դա իրեն չի ներվում իհարկե։ Հիմա էլ դե վարչապետի միասնական թեկնածու է խորհրդարանական ընդդիմությունից, բնականա դա էլ չի ների։ Բաթորի վրա աշկ ունի, բա ոնց կների։